ավականու անդամի ձեր դաշինքի տեխնոլոգիաներից մեկին են արևանգել, ինչպես տեղեկացան, եւ հաստատված հուսախոս են հայտնել, որ քրեական ոստիկանությունում է մանրամասներ արդեն ցանցել տեղեկացան։ Ճիշտ ասած, ես չգիտեմ արդեն գտնվել է որտեղ է։ Ես ես Հա, ես մինչև այս բանը տեղյակ չեմ, որտեղ իմ մոտ էլի նույն ինֆորմացիան է, որ տեղը անհայտ է։ Արսեն Բաբայանը նշել է, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն են հակարել։ Հա, իրան է տարան հակակոռուպցիոն, նորմալ է։ Դե այդ պետք է եղնի, էլի շիբինի, չգիտեմ ինչ է, փեդի կամ չգիտեմ էլ ինչի։ Ուրեմն էս է։ Բոլորի դաշքի առաջ է այն ինչ որ կատարվում է Գյումրի քաղաքում, ժողովրդական բաստիոնում, ազատ արդար թափանցիկ ընտրություններ են տանում եւ բոլորս ականատեսնենք, թե ինչ է կատարվում, կոնկրետ այս ամեն ինչը արվում է մեծամասամբ մեր դեմ, տարբեր տեսակի լուրեր ենք ստանում, ընդհանուր մինչև տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկները տալուց մարդիկ զանգահարում են գրասենյակ, գալիս են, մտնում, ներկայացնում են դժգոհություններ, բողոքներ, որ 8-րդ համարի քվեաթերթիկը մարդկանց չի տրվում։ Մարդիկ, այսպես ասեմ, հասկացան, ճոգեցին, որ չկա 8-րդ համարը մեջը, չկա 8-րդ համարը, գնացին ինչ-որ մի ընտրություն անելու, արեցին բրզան։ Ով որ կոնկրետ արդեն ման է գալիս 8-րդ համարի քվեաթերթիկը, այդ մարդիկ նոր հասկանում են, որ քվեաթերթիկը չկա ու փորձում են բացատրել այդ խնդիրը ու պահանջել 8-րդ համարի քվեաթերթիկը։ Ես կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք բոլոր քվեաթերթիկներին, որպեսզի բոլոր քվեաթերթիկները մարդկանց տրվի, պարտադիր տրվի, քանի որ քաղաքացիներ կան, որ նաև կարող են տեղում կողմնորոշվել իրենց քվեարկությունը անելու եւ տեղում չգտնելու պարագայում, չգիտեմ, այդ մարդիկ համենայն դեպս իմ պարագայում ես գտնում եմ, որ այստեղ ես կոնկրետ շատ լուրջ տուժում եմ այս առումով։ Երկրորդը, հավականու անդամության տեխնազուներին, մեր քաղաքը դաշինքի, իմ թիմագիստներին մեքենաներն են կանգնացվում կամ վարորդներով կամ առանց վարորդների մեքենաները տարվում է, չգիտեմ ուր են տանում, ամենայն դեպս մեզ համար անհայտ ուղղությամբ մեքենաները տարվում է։ Արհեստական կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում, մեր աջակիցների հետ լարված իրավիճակ է։ Մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողել ենք, մեր թիմագիստների, աջակիցների, ավականու տեխնազուների հետ զբաղված ենք, որպեսզի կարողանան պահպանեն հանդարտությունը։ Հանգիստ լինեն, պրովոկացիաների չկնան, քանի որ դուք տեսնում եք ամեն րոպե արդեն քանի օր է, այո, նյարդի վրա են խաղում, փորձում են, որ այսքան բան արեցին, չեն կարող հունից հանել, չեն կարող հավասարակշռությունից հանել, որպեսզի լուրջ սխալ թույլ տանք, բաց թողում անենք, որով կարողանան հիմք ունենան, ես հասկանում եմ, ամեն ինչ անում են, իշքան հասկանում եմ, հիմքեր ստեղծեն, որպեսզի կարողանան իմ տեխնազության հարցը վիճարկեն, որպեսզի կարողանան այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները ժամը 8-ից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Մենք պահպանելու ենք հանգստությունը, սա ինձ համար նոր կարգավիճակ չէ, ընտրություններին նմանատիպ բաների միջով անցնելը ես սովոր եմ, դուք էլ լրատվամիջոցներդ երևի թե այս ընթացքում հետևել եք, տեսել եք, որ հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը եւ տղային ձերբակալեցին, տարան, այդ ժամանակ ես նորից կարողացել եմ հավասարակշռվածությունը պահել ու օրենքով սահմանված կարգով ամեն ինչ ընթացքի մեջ պահել, նույնիսկ այդ հոգեվիճակում ես կարողացա գնալ դեբատի, հանրային հեռուստատեսություն եւ ամեն ինչ նորմալ անցկացնել, այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից երբ որ ազատեցին վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին
հիմա էլ սպասում եմ ավելիին։ Իմ տղային ու հորը այնտեղից, երբ որ ազատեցին, վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթրությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ եմ պլանավորում իմ դեմ անելու ու իմ թիմագիստների դեմ անելու։ Այո, այս պայթրությամբ ես ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որպեսզի չլինի թիրախավորել, անկախ նրանից, որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պայթրությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վարքյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոմնորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմագիստները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ սուտ կամ արհեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել, որ ինձ վնասվի։